քանի որ գործ ունեն Նիկոլ Փաշինյանի թիմակիցները Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարի հետ, բնականաբար Նիկոլ Փաշինյանը միանձնյա ղեկավար է իրան պատկերացնում, այսինքն ինչ ասում Նիկոլ Փաշինյանը վարչության նիստերին կամ ընդհանրապես ասում որ ես չլինեի Նիկոլ Փաշինյանս, դու ազգային ժողովի նախագահ չէի լինի, Արփի ջան դու տելևիզոր չէիր ունենա, Արարատ Միրզոյան դու հələ ապառիկ էիր մուծում, ասենք այդ ձեր փոշեկուլի հետ կապված չէ, այսինքն Նիկոլ Փաշինյանը այն կերպարն է, որ հանգիստ կարա անգամ իր երեխաներին ասի, այ տես, որ դու այս մեքենան վարում ես, այդ պապանն է սա, դու չես։ Ինքը իր թիմակիցների այդ ներքին խժդժոցները, որը կա, ասենք, Անդրանիկ Քոչարյանի պարագայում, ասենք, Հայկ Սարգսյանի պարագայում, Ալեն Սիմոնյան, այսինքն խառը իրար մեջ այդ փողի կռիվը, այդ նոր իշխանությունն են, չէ՞, ձևավորում, փորձում են 26 թվականին հաղթեն, իրանց տեխնացիաներն են, չէ՞ առաջադրում։ Պարզա չէ, հիմա ով առաջադրվում է ազգային ժողովի նախագահի տեխնացիան կամ փոխնախագահի, ավտոմատ Ալեն Սիմոնյանի հետ խնդիր պետք է առաջանա, որտեվ Ալեն Սիմոնյանը ինչ է պատկերացնում, անգամ ոդկասթների ժամանակ ինքը պնդում է, որ կա Նիկոլ Փաշինյան ու հետո Ալենն է։ Անգամ արարողակարգ իրան հետաքրքիր չի, որ նախագահ եւ այլն, չէ։ Այսինքն փաստացի իրար մեջ թշնամանքը հասել է այն աստիճանի, որ բաժանվել են ինչ-որ խմբերի, օրինակ այն կանայք, ովքեր որ ՆԳՆ եւ այ ուժային կառույցներն են ղեկավարում, պարզա չէ, որ չէ ենթարկվում առանձնապես միայն Նիկոլ Փաշինյանին, այստեղ կա Աննա Հակոբյանի հետ կապված խնդիրներ եւ այլն, այսինքն թիմ բաժանվել են ու յուրաքանչյուրը ուզում է ինչ որ մի ձև մեղքը նրա վրա բարթելով ինքը իրան ավելի առաջ, այսինքն գալու ինչ որ մի պահ, որ ինչ որ մի նիկոլական պաշտոնյա ասելու է, «Սաղ Նիկոլն էր, ես ինչ կապ ունեմ», այն մեկն ասելու է, «Սաղ Ալենն էր, ես ինչ կապ ունեմ» եւ այսպես շարունակ։ Իսկ դա Նիկոլ Փաշինյանին չի կարող դուր գալ։ Նիկոլ Փաշինյանը հիմա գնահատում է իրավիճակը ու հասկանում է, չէ՞, որ արգիշտը օգտագործել է բոլոր իր լծակները, իշխանության լծակները իր ընտրության համար ու ինքը չի համարվել Նիկոլի արգիշտը։ Հասկանում եք, այսինքն ինքը առանձնանում է Նիկոլից, ինքը կարա հանգիստ այդ ամեն ինչը տես ներկայացնի, պարզ է որ Նիկոլ Փաշինյանին կասի, դե ես առանձնացել եմ, բայց ինքը Նիկոլ Փաշինյանին փաստացի ասում է, որ քո հետ կապված խնդիր կա, չէ՞, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը խնդիր չի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամուր է, ինչու՞մն է խնդրեմը, որ դու ներկայանաս որպես Նիկոլ Փաշինյանի կուսակցության տեխնացու, հասկանում եք միտքս, այսինքն Նիկոլ Փաշինյանը փաստացի պետք է ընդունի այն փաստը, որ իր դերակատարության հետ կապված խնդիր կա, իր իշխանությունը պահելու հետ կապված խնդիր կա, իր թիմում հավասարակշռվածությունն ու համերաշխությունը պահելու հետ կապված խնդիր կա։